Ինչա պետք անել։ Եղբայր գնային, գինը իջցնելու են, հետը գինի։ Արման Սարգսյանի, մի րոպե ինձ լսի, պարոն մարզպետ։ Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններով։ Ուրախ ավտոբուսով պտտվող Փաշինյանը ընտրակաշարք է առաջարկում քաղաքացիներին տեսախցիկների առաջ։ Մի հատ էլի բացեք, ինչ գտիս, ես քաղաքին մոտ։ Ահազանգում են իրավապաշտպանները։ Ըստ հնարավորության կբացեն։ Եղվարդում Փաշինյանին է մոտեցել մի տղամարդ եւ ակնկալելով նրա օգնությունը, պատմել, թե տարիներով գործ է արել, բայց փող չի ստացել։ Վարչապետն էլ Facebook-ի իր էջով ուղիղ եթերում հրահանգ է իջեցրել պատկան մարմիներին զբաղվել քաղաքացու խնդրով։ Առաքելյան Հովանեսը հարց է բարձրացնում, խնդրում եմ մի հատ զբաղվեք, ով որ նայում է տեսչական մարմնին։ Պարոն Պետրոսյանի հետ այս վերջերս խոսել ենք, ոնց որ թե գինը ուզում ենք, չէ, հիմա խոսել ենք ոնց որ գինը իջցնելու են, հետը գինի։ Տեսեք, հա միացում են ինչքան 40%-ով իջցնում ենք գները, որովհետև համարում ենք, որ բան կա։ Շատ լավ, անպայման ձեր ասածները կհիշենք եւ Հրազդանում էլ պատերազմում զոհվածի մայրը վարչապետին խնդրել է օգնել գումարով, որ կարողանա իր որդու գերեզմանի շինարարությունն ավարտել։ Իմ երեխու գերեզմանոցը ներկայությամբ զաբորապատած չի, մենակ քառնակցած, էլ էսի մուժերով եմ գցել։ Միջամտել է Երկրապահ կամավորականների միության նախագահը։ Սասուն Միքայելյանը խոստացել է, որ կօգնի կնոջը։ Հիմա չէ, մի րոպե, սպասեք, հիմա Փաշինյանը սակայն արագ կողմնորոշվելով ասել է, որ իրենք ընտրություններից առաջ նյութական խոստումներ չեն կարող տալ։ Իրավունք չկա, հետո հանգիստ, հետո։ Ինչի իմ դիմումը մերժեցին։ Ու ես մարդ գիտեմ, որ իրանք։ Բայց Աբովյանում Փաշինյանը մոռացել է արգելված խոստումների մասին։ Իր թիմակիցներին հորդորել է զբաղվել մեկ այլ զոհվածի մոր խնդրով, երբ իմացել է, որ այդ կինը իր հետ հանդիպումներին հաճախ է մասնակցում։ Դուք հանդիպումներին եղել եք, չէ՞։ Հա, լիքը։ Բայց հիմա ես ուզում եմ։ Ու դեղել ուզեցի, դեղնել են ինձ մերժել իրանք։ Իրանք դեղնել են ինձ մերժել, չեն տվել, որ ես մի հատ խնդրում եմ կոորդինատ վերցրու, հետո գրասենյակի միջոցով կուսակցության գրած Մանավազյանի միջոցով կփոխանցես։ Ես ինչքան տեղ դիմում գրել եմ, սաղ բան են արել։ Շատ լավ։ Օգնեք գոնե բաղնիցս լարքին լողանը։ Այս տարեցկինն էլ բաղնիք է ուզել Փաշինյանից։ Վարչապետը սկզբում տարեց կնոջը հիշեցրել է։ Օրենքը արգելում է ընտրություններից առաջ նյութապես աջակցել մարդկանց։ Հետո սակայն Աբովյանցի կնոջն ասել է հեռախոսահամարը տա Կոտայքի մարզպետին, որ բաղնիքի հարցը լուծեն։ Քանդածա, օգնեք։ Ես կգամ ձեր տուն։ Ինչ ասել։ Եկեք, ասում եմ օրենքը թույլ չի տալիս, որ ես ձեզ հիմա նյութական խոստում։ Օրենքից դուրս ուրիշ Լավ, հասկացանք, հանգիստ, ասեք, մի հատ հեռախոսի համար, մի րոպե մարզպետնա հեռախոսի համար տվեք։ Ինչու անպատասխան պաշտոնյային, ասում եմ մի հատ խոսիր, հասկացիր, բա ինչ է դա, եթե ոչ խոստում, եթե ոչ ընտրակաշարք։ Կոորդինատը հələ տվեք, տենան Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը հիշեցնում է, Երևանում ներկուսակցական քարոզարշավի դուրս եկած Փաշինյանը մի տղամարդու բարձր աշխատավարձով գործեր առաջարկել, սակարկելով աշխատավարձի չափը։ 12,000-ը նորմալ է։ Այս դեպքով մեր 5 իրավապաշտպաններից Վահանը Հովանեսյան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ ըստ օրենքի պարտավոր են 24 ժամվա ընթացքում վարույթ նախաձեռնեին, ընթացք տային, սակայն արդեն 20 օր է անցել է, որևէ գործողություն չկա։ Իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց կալանավորում են, ահազանգում է իրավապաշտպանը հիշեցնելով Գյումրիի ավականու ընտրությունների ժամանակ հայտնի մի դեպք, երբ Մարտուն Գրիգորյանի կուսակիցներից մեկը 80-անց մի կնոջ խոստացել էր ջրագիծ անցկացնել, գյումրեցի տատիկին ձերբակալել էին։ Տարբերակված արդարադատություն է, մենք տեսնում ենք իշխանական պատգամավորների, նախարարների, պաշտոնյաների պահվածքը, այդ խոստումները չկա որևէ վարույթ, այսինքն ստացվում է, որ քննչական կոմիտեի դիտելիության տեսադաշտում են միայն նմանատիպ ինչ-որ շինծու դեպքեր։ Ընտրություններից առաջ թոշակը 10,000 դրամով բարձրացնելը,
Ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսել։ Ներկուսակցական քարոզարշավների ժամանակ մարդկանց խոստումներ տալը, իսկ ընդդիմադիրներին դրա համար կալանավորելը աթոռին մնալու Փաշինյանի վերջին ճիգերն է համարում Սերգեյ Հարությունյանը։ Օր-օրի որքան ընտրությունները մոտենան, այնքան իրապահ համակարգը ավելի բիրտ եւ շինծու գործերը հարուցելու։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։